Սիրելի հայրենակիցներ, այս երեկո ներկայացնում ենք նաև մեկ ուրիշ ծրագիր, էլի վստահ եմ շատ հետաքրքիր, դարձյալ ընտրությունների վերաբերյալ, բայց այս անգամ Հայաստանի, որտեղ շատ հետաքրքիր ընտրարշավ է իրականացվում այս օրերին նաև Հայաստան աշխարհում։ Ես ես պետք է ներկայացնեմ Կալիֆոռնիա Քուրիերի հրատարակիչ Հայաստան-Արցախ հիմնադրամի նախագահ պարոն Հարութ Սասունյանին, որի հետ էլ ցանկանում եմ այս երեկո զրուցենք մի փոքր այն ամենի մասին, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եւ այն լարվածության մասին, որ ամեն մեկից լարված է պահում գիշեր թե ցերեկ, թե ինչ ճակատագիր կունենա Հայաստանը հունիսի 7-ից հետո, ոչ մեկը դեռ չի կարող կանխագուշակել, բայց այս զրույցը այնքանով է կարևոր, որ յուրաքանչյուրս հարազատ ունենք հայրենիքում, յուրաքանչյուրս սրտացավ ենք Հայաստանում կատարվող իրադարձությունների եւ Հայաստանի ապագայի ու ճակատագրի վերաբերյալ, ուստի պարտավոր ենք անպայման խոսել, ուղղություն տալ մեր հայրենակիցներին, այստեղից այնտեղ էլ մեր ձայնը բարձրացնել, ինչքան որ դա հնարավոր է։ Բարի երեկո, պարոն Սասունյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ դուք համաձայնեցիք եւ այսօր պետք է խոսեք ամենացավոտ թեմաներից մեկի շուրջ, որի ներվի վրա ամեն վարքյան եք դուք նստած եւ ոչ մի իրադարձություն չի անցնում ձեր ուշադրությունից այն կողմ։ Ինչ եք դուք տեսնում այս օրերին։ Ձեր նկարագրածը շատ հետաքրքիր է մեզ տեսնել, իմանալ, հասկանալ։ Ուրեմն մենք Փաշինյանի իշխանությունից ի վեր 2018-ին Այո։ շատ մեծ գոռոցներ ունեցել ենք։ Գործրել ենք լրիվ Արցախը, 120,000 արցախահայեր քաղաքական եկել են, մեծ մասնակցին ոչ աշխատանք ունեն, ոչ տուն ունեն, մեկ մասը թողել գնացել են Մոսկվա, որ շատ ցավալի է։ Այո, շատ։ Ավելի հեռու մեր բնիկ հողերից։ Նաև մենք գործրել ենք Հայաստանի Հանրապետության 220 քառակուսի կիլոմետր։ Նաև մենք ունենք բազմաթիվ բանդարգյալներ Բաքվում, Ղարաբաղի ղեկավարները։ Եվ երբ որ զոհեր, հազարավոր զոհեր, ավելի հազարներով վիրավորներ։ Ուրեմն երբ որ հարցնում են բարոն Փաշինյանի վարչապետին, որ ինչ է անելու, որ ազերի բանակը իդ շբրդես Հայաստանի, որ մտերին Հայաստանի հողերից, ասում է ոչինչ չեմ անելու։ Շատ արդարոց մի բարձրան է, որտեղ ըստ սահմանադրության Հայաստանի վարչապետը բարձրանալու է Հայաստանի սահմանադրության անվտանգության։ Եվ ինքը ասում է, որ սահմանը հոգս չի, ոչ մի բան չեմ անելու։ Նույն բանը քերիների մասին ոչ միայն չի օգնում, չի բարձրացնում այդ մասին, այլ ինքը ուրախանում է, որ այդ մարդիկը բանդում են, որտեղ վախենում է, որ եթե այդ մարդիկը կան Երևան, կարող են մրցակիցներ իրեն, ընդրություններին կամ չարախոսեն իրեն անտեպ, որ ինքը ուրախ է, որ բանդում են։ Ես հիշում եմ մի տարի առաջ, որ մամուլասուլիս կար, առանց որ ժուրնալիստ մի հարցում արցնե իրեն, ինքը այսպես ինքնագամ ասեց, Ռուբեն Վարդանյանը ասեց, ինչի համար եկել էր Ղարաբաղ, ով իրեն ուղարկել էր, ինչ անելու համար։ Այսինքն ազերի կառավարության դատարանին ինքը մատերիալ տալիս է, նյութ տալիս է, թե ավելի ծանր իրեն բադիժ տան, թե իբր թե KGB-ի անդամ է, կամ Պուտինը ուղարկել է, որ խանգարի եւ այլն։ Ուրեմն այս է մեր վիճակը, շատ ցավալի վիճակ է, մեր այս 8 տարիները, որ մենք ապրել ենք, հավանաբար 15 թվականի ցեղասպանությունից ի վեր մեր ամենացավալի դժբախտ տարիները եղել են, որ այսքան զոհվել ենք, այսքան հողադարած գործրել ենք, երբ որ ժամանակին նախքան Փաշինյանին պաշտոնիկալը մեծ ուրախություն էր մեր բոլորի համար, որ առաջին անգամ լինելով մենք ոչ թե հող գործնում էինք, այլ ազատագրում ենք Արցախի հողադարածքը, մեծ ուրախություն էր։ Եվ հաղթանակի օրեր էինք նշում, ամեն մեծ հպարտություն էր։ Առիթով ուրախանում։ Հիմա ուրեմն եւ ամեն օր որ արթնանում ենք, մի ավելի մղձավանջի մեջ, ավելի դարօրինակ խոսակցություններ լսում ենք Փաշինյանից։ Երկու օր առաջ ասում էր, որ ով ասեց, որ Արցախը մեր հողն էր։ Մենք այդտեղ ոչ կառուցել ենք դպրոց, ոչ կառուցել ենք եկեղեցի, ոչ կառուցել ենք գործարան։ Լրիվ հիմարություն է այսպեսի խոսակցությունը, չեմ ներս մարդը մտային խանգարում ունի Տեգուս, որտեղ Մեսրոպ Մաշտոցը ինքը կառուցել է Արցախի հողատարածքի վրա առաջին
Ամարասի եկեղեցին եւ հենց ինքը Փաշինյանը երբեք առանց հայերի չի եղել հազարավոր տարի այդ հայեր ապրել են տարիներ Փաշինյանը ինքը ինչպես որ միշտ հագասում է ինքնիրեն առավոտյան մի բան է ասում երեկոյան հագարակն է ասում եւ որ վարշապետ եղավ 2018-ին ատկեի վեր ամեն տարի եւ ինքը դա հբարտությամբ նշում էր որ ամեն տարի Հայաստանը չեմ ներ $1 միլիոն օժանդակում է Արցախի բյուջեին Եթե այդտեղ հայկական հող չէր, ինչ էր Հայաստանը ադրամադրում։ Ինչի համար Հայաստանը։ Ինչ էր Ադրբեջանում կառուցում ուրեմն դպրոցներ։ Հա, կամ Բաքու արեր $10 միլիոն։ Շատ արդարոց խոսքեր են։ Ծաղրուցանակի է ենթարկում Հայաստանը։ Վերջին տարիներին նաև սկսավ ավելի ծանր բաներ անել, թրջել ցեղասպանության ճշմարտացիությունը, ասելով որ էսի սովետները մեզ թրտել են Ինչ սովետները աշխարհում մեկ հայությունը մենք որ Ամերիկայում ապրում ենք սովետները մեզ ոչ մի բան չեն թրտել մենք սովետություն չենք ապրել եւ մենք էլ ամեն տարի մեծ ցավով նշում ենք ցեղասպանությունը մեր ամբողջ կյանքը կապ չունի ոչ մեկ հետ մեր ասկի մեծ աղետն է բայց այս մարդը չեմ դեր այսին ամեն ինչ որ ասկային է ինքը հագարակ է այո աբասկային մի մարդ է եւ մեծ փորձանք է հայության գլխին աշխարհում է Պարոն Սասունյան, չեք կարծում, որ շատ այսօրերին այսպես հիստերիկ ներվային մի վիճակի մեջ է հատկապես, երբ հայտնվեց մի ուժ, Սամվել Կարապետյանի ուժը, որ այսպես շատ սառնասրտորեն, շատ այսպես կիրթ ու շատ հետաքրքիր ձևով ընտրապայքար է տանում, եւ դա նրա համար իսկապես անսպասելի մի շոկ էր։ Եվ ինքն էլ ամեն օր մի տեսակ մղձավանջի մեջ է։ Չեք կարծում, որ օրեցօր աճող ինչ ասեմ, անհետ արտահայտությունները նաև դրա վկայությունն են, որ նա չէր սպասում, որ այսպիսի ուժեղ ընդդիմություն կարող է ձևավորվել եւ ժողովուրդն էլ ինչպես ինքը ամեն օր տեսնում է, արհամարում է իրեն, չի ընդունում եւ գերակշռող մասը ժողովրդի դեմ է նրա վերընտրվելուն։ Այո, դա որ դալիս է ժողովրդին այդ փոքր մի կարդեսը, ժողովուրդը յետը շփոթում իրեն։ Անում էսի շատ փոքր Հայաստանը մենք չենք ընդունում էսի։ Այո, Սամվել Կարապետյանը վերապերյալ, այդ է պատճառը, որ ինքը երբ որ եկավ Հայաստան, ամենաշատս հրանք տվեց, որ ցերպակալեն, բանդարգեն։ Հիմա էլ դան գալանքի մեջ է երկարացկել են իր գալանքը, որովհետեւ մինչև ընդդություն դուրս չկա։ Չկարողանա դուրս գալ։ Չկարողանա դրաբայքարի մասնակցել։ Այո, շատ վախենում է եւ Սամվել Կարապետյանի բարակային նաեւ մի լավ դրագամ է բան գա, որ շատ արագ, այսպես ժողովրդային հետևորդներ ունեցավ եւ ինչ որ Փաշինյան չէր սպասում։ Մյուս կուսակցությունները շատ ավելի փոքր դոգոս ունեն, բայց Սամվել Կարապետյանը խոշորագույն օպոզիցիան է։ Հիմա Երբ որ հարցնում են թե ինչ է լինելու հունիսի 7-ին, ուրեմն նախ ասում են որ միշտ Պաշտոնյան որ Պաշտոնի վրա է Փաշինյանի նման, միշտ առավելություն ունի, որովհետև ինքը օգտագործում է պետական ռեսուրսները եւ ամեն տեղ գնում գալիս է պետական ծախս։ Դա շռայլորեն օգտագործում է ինքը, այո։ Էդի մեկ երկրորդ հագարականով ինքը մտածում է որ ինքը այս անգամ 70%-ով հաղթելու է, որ չեմ կարծել այդպես է, որովհետև իր ռեյտինգը որ 8 դարաճ 80% էր, հիմա ընկել է 12%-ի։ Ինքը նույնիսկ եթե Սամվել Կարապետյանից մի քիչ ավելի կվեր ստանա, որովհետև ունի հազարավոր պետական պաշտոնյաներ, ունի բարգեւավճարներ ստացողներ տասնյակ հազարներով, ունի ահագին բիզնեսմեններ, որոնց ինքը կոնտրակտ տալիս է, միանձնյա կոնտրակտ առանց մրցույթի, որ խախտում է օրենքի հետ։ Եվ նաև կեղծելու հնարավորություն իրենց ձեռքին է շատ։ Այո, ամեն ինչ իրենց ձեռքին է։ Ուրեմն իմ կարծիքով Փաշինյանը չի ստանալու, ենթադրում եմ 50%-ը չի անցնելու։ Ուրեմն նայենք թե մյուս 3 գլխավոր հակառակորդ կուսակցությունները միասնապար որտեղ կհասնեն։ Ինչքան կհավաքեն։ Եթե հավաքեն 30-ը միասնապար 51%, իրենք իրավունք ունեն իրենց վարշապետ առաջարկելու, հուսալով որ գմիանան վերջապես երեկով միասին, ներքին
անհամաձայնություններ կան, բայց ուսամ երբ որ ազգային շահը կա եւ պետք է կարևոր որոշում առնեն, այդ բոլորը մեկ կողմ գտնեն եւ կմիավորվեն, որպեսզի վերջապես ցերպազատվենք, որտեղ այս ընդրությունները միան ամերիկյան ընդրություն նման չի, որ ընդրությունը ով ալկա գնա ամերիկան նույն երկիրն է, մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց ամերիկային բան չի բադայելու։ Այո։ Բայց այս ընդրությունները երկու գլխավոր հետևանք ունեն։ Մեկը հայրենիքի վրա է հետևանքը, որ այս տեմպերով մենք կարող ենք գործնել մեր հայրենիքը, որտեղ ամեն օր նոր զիջումներ, նոր հայտարարություններ, նոր սկանդալներ, նոր Ալիևի ասածը անում է, Էրդողանի ասածը անում է, Արարատի հագարակ է, Սահմանությունը փոխում է Ալիևի բանջով եւ ապրիլ 24-ին մեկ քիչ առաջ որ ամեն տարի թուրքական թրոշակը այրում են, ասում է շատ սխալ քայլ է, մեղադրում է հայերին, որ թրոշակ այրում են, երբ որ ինքը մոռանում է, որ թուրքերը ոչ թե մեր թրոշակը այրեցին, մեր եկեղեցիները լցրեցին հարյուրավոր մարդոցով ամբողջ մարդոց այրեցին, այսին ֆիզիկապես այրեցին, ոչ թե թրոշակ միան, եւ ինքը էդի հոգը չի էդի, իրենում կարևոր թուրքական թրոշակը պետք է այրեն, ուրեմն հիմա ասացի որ երկու հետևանք ունի, մեկը հայրենիքի վրա, մյուսը հենց Փաշինյանի վրա, եւ Փաշինյանը էսի շատ լավ հասկանում է, որովհետեւ ինքը շատ խորամանկ է, հասկանում է, որ եթե ինքը այս ընդրությունը գործնի, բարձ ընդրության գործ չի լինելու, ինքը բանդարգվելու է, պատասխանատվությանը ենթարկվելու է, իր բոլոր օրենքների, դասնյակ օրենքների, հայր օրենքների, սահմանության օրենքների խախտումները բոլորը իրեն պիտի դատարան տանեն եւ խիստ բաժեն։ Ինքը իմանում է դա։ Միակ իր փրկությունը, որ վարչապետ մնացորի վրա, դա է իր փրկությունը։ Եթե բայց դա իր փրկությունն է, իսկ հայրենիքի։ Չէ, հայրենիքը արդեն ինքը ծախում է, ինչպես ծախեց Արցախը։ Այո։ Մենք մի փոքր գովազդային դադար պետք է ունենանք, որից հետո կվերադառնանք եզրափակելու համար մեր ծրագիրը Հարութ Սասունյանի հետ, որը իր անկեղծ խոսքի համար արդեն արգելք է նրա վրա դրված հայրենիք ոտք դնելու, որ մինչ օրս նման բան չէր եղել որևէ ընդդիմադիր անհատի հետ, երբեք չէի չեմ հիշում, ես միշտ ընդդիմություն եմ եղել, բոլոր այդ նախկին երկու նախագահների օրոք միշտ ընդդիմություն եմ եղել, երբեք չի պատահել, որ ես գնամ Հայաստան ու վախենամ, որ ինձ չեն թողնելու ներս մտնել։ Այսօր արդեն ցուցակ գոյություն ունի, հատուկ սև ցուցակ, որի մեջ ընդգրկված են տասնյակ մտավորականներ, քաղաքական հասարակական գործիչներ, որոնց մուտքը արգելված է Հայաստան, որոնցից մեկը այս երեկո Բարևի հյուրն է, որը ամբողջ իր կյանքում միայն աշխատել է հայրենիքի համար եւ նրա հիմնած Հայաստան-Արցախ հիմնադրամը 1 միլիարդ 100 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Հայաստան եւ Արցախ։ Նման օգնություն մինչ օրս մեր պատմության մեջ, ամբողջ հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել, այսքան մեծ օգնություն որևէ կազմակերպության միջոցով։ Հարութ Սասունյանը դա իրականացրել է, բայց այսօր նա իրավունք չունի ոտք դնել իր հայրենիք։ Ահա թե ինչպես են գնահատվում մարդկանց գործերը, մարդկանց գիտելիքները, մարդկանց ներդրումը հայ ժողովրդի եւ հայրենիքի, հանուն հայ ժողովրդի եւ հանուն մեր հայրենիքի։ Մի փոքր դադար։ Շարունակենք մեր զրույցը Հարութ Սասունյանի հետ։ Պարոն Սասունյան, կարծում եք, որ մեր ժողովուրդը պատրաստ է կամ վերջապես պետք է գնահատի հնարավորություններով, իրական հնարավորություններով մարդկանց փորձը հաշվի առնի, մարդու գիտելիքները հաշվի առնի ընտրության գնալիս, թե մենք կարող ենք նույն էմոցիաներով, ինչպես 18 թվականին, էմոցիոնալ էսպես ալիքի վրա, առանց մտածելու ում ենք ընտրում, կամ հայ ժողովուրդը ում է ընտրում, որտեղ մենք այստեղից ընտրել չենք կարող, ձայնը նորից կտա եւ մի սխալ կարող է գործել, որը էլի ճակատագրական կարող է լինել։ Կարծում եք մեր ժողովուրդը քիչ թե շատ հասունանում է այս առումով։ Այո, այստեղ կա մի շատ կարևոր մի քանի հարցեր կան կարևոր։ Մեկը այն է, որ մեր ժողովուրդը ոչ միայն հիմա, ոչ միայն 30 տարի, հազարավոր տարիներ ամբողջ պատմության ընթացքում միշտ եղել է ավագահաղական ժողովուրդ։ Քաղաքականությամբ չեն զբաղվել։ Այո։ Քաղաքականություն չեն հասկանում։ Ուրեմն, երբ որ չես հասկանում, թե քո շուրջ ինչ դեղի ունենում, ինչ պատճառով դեղի ունենում այդ դեպքերը։ Էդի մեկ։ Երկրորդ,
մենք ունենք շատ ազնիվ, բարի, միամիտ ժողովուրդ։ Ուրեմն այստեղ կա երկու հագաստական երևույթներ միաժամանակ, մեկը մյուսին ավելի վնաս է տալիս մեզ միասնաբար։ Մեկ կողմեն ունենք միամիտ, ազնիվ, շատ հեշտորեն խաբող դյուրահավատ ժողովուրդ, մյուս կողմեն ունենք մի մարդ, որ շատ խորամանկ է, խելացի չէ, բայց խորամանկ է, փորձառու չէ, բայց խորամանկ է, եւ ինքը իմանում է ոնց պիտի խաբե ժողովրդին։ Ես հիշում եմ 2018-ին, երբ որ հրապարակում ելույթ էր ունենում, ասում էր. «Սիրելի ժողովուրդ, ես ձեր զավակները չեմ թողնելու, որ սահմանները վրա զոհվեն, գործունեք ձեր զավակները, ես ձեզ դալու եմ մեծ վճարումով աշխատանք, շատ հանգիստ ուրախ կյանք եք ապրելու, բարձր թոշակներով, եւ ժողովուրդը ասում է, «Էս չի լավ մարդ է»։ Ասում են, որ մենք մեր մտքում կա, մենք ուզում ենք այս մարդը, որտեղից է հրաշք է այս մարդը, որ եկավ։ Հիմա եւ խաբվեցին։ Եվ ինքը այդ բոլոր խոստումները արեց, օրինակ համար վերադառնալով Արցախին, եւ որ գնաց Ղարաբաղ 2019-ին, ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Հիմա ասում է Արցախը երբեք հայկական չի եղել։ Շուշիում շուրջ բարեր բարում։ Ուրեմն այս մարդը շատ արդարոց բան է, այսինքն ես երկար ժամանակ սկսեի չէի ուզում վիրավորական խոսքեր ասել իր մասին, բայց ամեն օր տեսնում եմ իր վերաբերմունքը, իր այսպես շարժուծևերը, խենթուղելար խոսքերը ժողովրդին, ուղղակի մտածում եմ, որ ինչ որ այս մարդը մնայ մի խանգարում ունի, որ նորմալ չի էլի։ Նույնիսկ ասկային ժողովն երբ որ ելույթ են ունում, այսպես ձեռքերը շարժելով, կորալով, ցեզ ասֆալտին եմ փրելու, բադին եմ բացնելու, փանդարգելու եմ, ձեր գուսակցությունը փակելու եմ, այսին շատ արդարոց է որ ովևէ մի երկրի ղեկավար ամենը հետամնաց երկիրը եթե առնենք օրինակ մեր Աֆրիկայի կամ Ասիա, այդպեսի ելույթ չեն ունենում։ Ճիշտ եք ասում, չկա նման բան։ Այսինքն կարող են որ ամենը խելացի մարդը չլինի, բայց գոնե հավասարակշռված կլինի։ Այո, գոնե մի քիչ հավասարակշռված։ Մյուս խնդրեմ որ գա, այն է որ քանի որ ինքը անկարող մի մարդ է, անփորձ մարդ է, չի իմանում ոնց ղեկավար է երկիրը, ուրեմն ինքը եթե այստեղ կանգնենք, այդ միան այսքան լիներ, այդքանը վատ չի, որովհետև բոլոր աշխարհի երկրների ղեկավարները ամենը չեն իմանում, ունեն մասնակիցներ, խորհրդականներ, իրենց խորհուրդ են տալիս, որ առաջարկում են այս արեք, այդ մենակ եւ այլն, եւ իրենք լսում են, կամ եթե չեն ուզում, չեն լսում։ Բայց Հայաստանի բարակային ղեկավարը մի կողմից ինքը բան չի իմանում, բայց ոչ էլ ուզում է լսել ովևէ խորհրդի, եւ այն բոլոր մարդիկը, որ ինքը դրել է պաշտոնի վրա, ոչ մեկը իր դեղում չի, ոչ մեկը այդ արհեստավարժ չէ իր գործին, մասնակից չէ իր աշխատանքին, եւ այդ մարդիկը նույնիսկ ուժենան օգտակար լինել, չունեն այդ գիտելիքն ու պատրաստվածությունը, չեն կարող օգտակար լինել, եւ եթե նույնիսկ սխալմամբ մի մարդ մի ճիշտ բան ասի, ինքը չի լսելու, որտեղ ես նաեւ հիշեցի մի բան, ասկային ժողովում, երբ որ մի բանի մասին խոսում էր, ասեցին այս հարցի մասին ում հետ ես խորհրդակցել, շատ արագ ասեց ոչ մեկի հետ, ես եմ որոշել։ Այսինքն Հայաստանը ունի երկու փոխվարչապետներ, ինքն չի լսում, ունի դասնյակ նախարարներ, չի լսում, ունենք ասկային ժողով, չի լսում, որ իր մարդիկն են, ունենք նահանգահ, որ չի լսում, ունենք թադարաններ, չի լսում, ոչ մեկին խորհրդականներում հանը, ոչ մեկին չի լսում։ Ամեն ինչ ինքը հայրս ասում էր, որ ամենը վատ վարիանտը այն է, որ մարդ բան չիմանա եւ նաեւ չուզենա ոչ մի բան սովորել։ Եթե իմանում ես, սովորելու պետք չունես, արդեն իմանում ես, դա լավ է, բայց եթե չես իմանում, արդյունքում պետք է սովորես, պետք է լսես։ Ոչ իմանում է, ոչ էլ ուզում է սովորել, ոչ մեկուն չի լսում։ Պարոն Սասունյան, վերջում շատ կուզեի մի փոքր անդրադառնանք նաեւ Սփյուռքի հետ այս մեծ բաժանարար գործին, որ նա իրականացրեց։ Սփյուռքը կատարելապես կտրված է այսօր Հայաստանից, նման բան երևի չի եղել, երևի 100 տարի հաստատ չի եղել, հաշվենք եթե 15 թվից հետո ստեղծվել է այս մեծ Սփյուռքը, մի 10 տարի անց արդեն կապերը որքան էլ դժվար էր
հետո եղավ խորհրդային միություն, որքան էլ դժվար էր, միևնույն է այդ կապը միշտ եղել է եւ այդ սերն է միշտ եղել Սփյուռքի այուն այսպես գործնեությունը հայրենիքի հանդեպ, պարտավորությունը հայրենիքի հանդեպ միշտ ամուր այսպես կապը այդ եղել է, այդ պորտալար է դա մի մեծ դա այսօր բացարձակապես սարեցված է ինչու սա արեց նա որտեւ ինքը առաջին օրից որ եկավ Աշտոնի սկսեց խոսելու սև սպիտակ արցախցի ագարակ հայաստանցի սփյուռքահայ հայաստանցի այսինքն ինքը միշտ փորձում է բաժանել ժողովուրդը դարբեր գոմերի որովհետեւ ոյ մեկը չմիանա հիմա ինքը շատ ուրախ է որ 19 դարբեր կուսակցություններ եւ կոալիցիաներ մասնակցում են ընտրության չեն միավորվում դա շատ լավ է իր համար ինքը միշտ բաժանարար եղել է դա մեկ երկրորդ մինչև իր քալը Բաշտոնի մենք ունեինք Սփյուռքի նախարարություն այո լավ կամ վատ աշխատում էին ես էլ Սփյուռքի նախարարության վարչության անդամ էի 10 տարի հազարավոր ժողովների մասնակցել եմ համաժողովների մասնակցել եմ երբ որ ինքը եկավ փակեց Սփյուռքի նախարարությունը եւ նշանակեց մի մարդու որ շփոթաբար Գլենդելից է ես իրեն ճանաչում եմ այստեղ մի քիչ նորմալ մարդ էր բայց եւ Հայաստան գնաց եղավ Փաշինյանի երկրպագուն Ստրուգը եւ ոչ միայն չի եղավ Սփյուռքի գլխավոր հանձնակատար բայց տեսնենք ինչ է անում ինքը Սփյուռքի եւ Հայաստանի ինչպես դուք ասացիք բոլոր գամուշները կանտում է ոչ մի դեղ չի հանդիպում նորմալ մեծ հաստատված կազմակերպությունների հետ հանդիպում է 1-2 մարդոց հետ, որոնք ոչ մի բան չեն ներկայացնում, եւ ավելի վնաս ունի։ Նույնիսկ ես հիշում եմ մի անգամ հարցազրույց տալիս էր, խոսում էր ինչ-որ միտումի մասին, մի անգամից ասեց, որ ես բերելու եմ արաբներ, որ Հայաստան ներկայացնեն։ Այո։ Բայց իր աշխատանքը միայն ու միայն հայերի հետ է։ Ինքը ոչ մի կապ ունի, ոչ արաբների հետ, ոչ չինացիների, դա այլ Բաշտոնիայի գործն է, ինքը դա չէ։ Բայց նախքան ավարտելը ես ուզում եմ մի գոչ ուղղել մեր ժողովրդին։ Համեցեք։ Ուրեմն շատ նեղանում եմ, որ լսում եմ, որ հարցախույզներ են անում, հարցնում, ժողովուրդը մեկ կարևոր մասը ասում են, որ ես չեմ քվեարկելու։ Այո։ Այո։ Շատ սխալ բան է, շատ վատ բան է, եւ ես իրենց ասում եմ, եթե դու չքվեարկես, այդ նշանակում է, որ դու թույլ ես տալիս, որ մի ուրիշ մարդ որ քվեարկում է, քո դեղը ինքը որոշի թե ով է լինելու երկրի ղեկավարը ինչ ուղղությամբ է գնալու երկիրը, դու ցերկետ լվանում ես եւ թողնում ես որ ուրիշներ որոշեն քո դեղը։ Էդի մեկ։ Ուրեմն ես ուզում եմ քաչալերել, որ մեր ժողովուրդը սկսենք Հայաստանից, ով որ իրավունք ունի ընտրելու, պետք է գնա եւ քվեդա այդ օրը։ Այո։ Նախնդրապար ոյ մեկ օպոզիցիայի գուսակցության քվեդա եւ ոչ թե Փաշինյանին, բայց պետք է մասնակցեն, ավելի կարևոր մասնակցությունն է։ Էդի Հայաստանի համար է։ Իսկ այն հայաստանցիները, որ Հայաստանի դակամին քաղաքացի են եւ ապրում են Սփյուռքում, այստեղ շատ կան անշուշտ, բայց տարբեր երկրներում, պետք է փորձեն, գիտեմ որ հեշտման չի էսի, ծախս կա։ Բայց մի զոհաբերություն է դա կարևոր։ Այո, որտեւ հայրենիքը փրկելու մի արարք է էսի, պետք է որ փորձեն այդ օրը, ընդրության օրը լինեն Հայաստանում եւ քվեդան որովհետեւ բավական շատ քվե ունենան հագարագործները, որ 51% ունենան առնվազն։ Եվ վերջապես ցերպազատվեն այս փորձանքից։ Եվ նաև իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին անպայման այս կարևոր խորհուրդը տան, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն եւ մեկ անգամ եւս չսխալվեն, երրորդ անգամ սխալը չի ներվելու մեր հայրենիքին։ Քաչալարեն բոլորին, որ Հայաստանում են, նույնիսկ եթե իրենք չգնան, գոնե կարողանան իրենց հարազատների հետ այս մասին զրույց ունենալ։ Շնորհակալ եմ պարոն Սասունյան, մեր ժամանակը սպառվեց, բայց հուսով եմ, որ մենք այս երկու շաբաթների ընթացքում կրկին նման հաղորդումներ կունենանք եւ մի քիչ այսպես կբացահայտենք այն, ինչ գուցե շատ-շատերը այսպես քնած են մի տեսակ ժողովուրդը կամ անտարբեր են դարձել, շատ տխուր վիճակ է այս առումով։ Շատ կուզենայի, որպեսզի մեր բանիմաց հասարակական քաղաքական գործիչները գան, զրուցեն եւ պարզաբանեն, թե ինչ է իրականում կատարվում եւ ինչից ենք մենք կարող ուղակի փրկվել մեկ ընտրաթերթիկ ընտրելով։ Այս է կարևորը։
Ձեզ ամենայն բարիք, ձեզ էլ ամենայն Շնորհակալ եմ։ բարիք, սիրելի հայրենակիցներ, մնացեք բարով, Աստված ձեզ պահապան։